Անավարտ առաքելություն, թե պարտադրված լուծարում ԵՀԿ Մինսկի խմբի գործունեությունը կասեցված է։ Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ապահովել Բաքվում պահվող հայերի ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Ինչ կշահի Հայաստանը, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վիկի Չեմութայի բացառիկ հարցազրույցը ժամը լրատվականին։ Փորձագետները ահազանգում են 1000-ից ավելի թափուր տեղեր դպրոցներում։ Նոյեմբերի 20-ը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Նոր գինի, նոր տիկերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, թե երբ պետք է տեղի ունենա սահմանադրական հանրաքվեն։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետական ծառայողների հետ հավաքի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանին պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություն, այլ նոր սահմանադրություն, որի հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Պարտադրված լուծարմամբ պայմանավորված անավարտ առաքելություն ԵՀԿ Մինսկի խմբի գործունեությունը կասեցված է։ Սա նշանակում է արդյոք, որ խմբի լուծարումից եւ տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը խանգարող որևէ այլ խոչընդոտ չի մնա։ Այս հարցը դամոկլյան սրի պես շարունակում է կախված մնալ Հայաստանի գլխին։ Խմբի լուծարման որոշումը ընդունվել է ԵՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների փոխհամաձայնությամբ, մինչև դեկտեմբերի 1-ը շարունակվելու են լուծարման գործընթացի հետ կապված վարչական գործառույթները։ Ի տարբերություն հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթի նախնական ստորագրության, արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովն իրենց ինքնագրերը վերջնական դրեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հեռագրի տակ Վաշինգտոնից, խմբի համանախագահ երկրի մայրաքաղաքից, թեպետ այս կառույցի ղեկավար կազմում Ամերիկայից բացի եւս երկու պետություն կար՝ Ֆրանսիան ու Ռուսաստանի Դաշնությունը, եւ այսօր արդեն նամակի հասցեագրումից շուրջ 3 ամիս անց Եվրոպական անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունից հայտարարում են, ընդունելով երկրների գլխավոր դիվանագետների միասնական դիմումը դադարեցնում են Մինսկի գործունեությունը, չնայած այն ստեղծել էին խաղաղության համար, իսկ արցախցիներն իրենց հազարամյա բնորանից բռնի տեղահանվեցին ադրբեջանական հրացանի փողը ճակատներին։ ԵԱՀԿ-ն ավարտում է Մինսկի գործընթացը եւ դրա հետ կապված կառույցների փակումը, աշխատանքները պաշտոնապես կվերջնականացվեն 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մինչև կենտրոնական Եվրոպան կընդուներ այս որոշումը, խումբը չլուծարելու անհրաժեշտության մասին 1000 ու մի հիմնավորումներով բազմաթիվ գրություններ էլ հասան Վիեննա, փաստացի մնալով անարդյունք։ Հերթում առաջինը Արցախի խորհրդարանի նախագահն էր, հենց բռնատեղահանված 150,000 քաղաքացիների անունից էր դիմել ԵԱՀԿ-ին, պնդելով, որ անցնող տասնամյակների ընթացքում Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միակ հարթակն է եղել, ուստի լուծարել խումբը առանց նույն ժողովրդի ընտրած ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար էլ այն ստեղծել են, նշանակում է գործընթացում մերժել նրանց դերը։ Մեր տեղահանությունը ոչ կամավոր էր, ոչ էլ պատահական, այն պաշարման, սովի եւ ռազմական հարձակման հետևանք էր։ Գործողություններ, որոնք միջազգային հանրության կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցեագրվել։ Միջազգային ներգրավվածության վերջին հետքը վերացնելը առանց հավաստի եւ ներառական այլընտրանքի արմատավորելու է անարդարությունը եւ խաղաղությունը դարձնելու ավելի անհասանելի։ Հետո նաեւ մեր քաղաքացիությունը բարձրաձայնեց, բանաձևեց, Մինսկը չի հասել իր նպատակներին, հետեւաբար խմբի մանդատը վայր դնելու որոշումը վաղաժամ կլինի, պնդել էին իրավապաշտպանները։ Ըստ էության Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների խնդիրը որևէ կերպ ընթացող գործընթացներում ներառված չեն, այդ թվում է վերադարձի իրավունքը, Լեռնային Ղարաբաղում բնակվելու եւ այնտեղ իրենց իրավունքները իրացնելու, իրավունքների հետ կապված եւ մի շարք այլ։ Վաղաժամ է նման նախաձեռնությունը հաշվի առնելով, որ դեռևս մի շարք խնդիրներ լուծված չեն։ Իրենք Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները գոնե Մինսկի խումբը լուծարելու պաշտոնական Երևանի պատրաստակամության մասին տեղեկանալով, հետո նաև համապատասխան գրությունն ուղարկելուց ի վեր, այս հարցն օրակարգում պահելով փորձում էին նաև հենց այդ խնդիրը լուծել։ Մինսկի խումբը պետք է իմանա, պարտավորություններ ուներ, չկատարեց։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Միացյալ Նահանգների 27 սենատոր Էդ Մարքի և Շելդոն Ուայթ Հաուսի գլխավորությամբ և Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չակ Շումերի աջակցությամբ նամակ են հասցեագրել պետքարտուղար Ռուբիոյին Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Նամակում առաջարկվում է հնարավորություն ստեղծել Բաքվում անցկացվող դատավարություններին միջազգային դիտորդների մասնակցության համար և միջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Հայ-թուրքական հարաբերություններում առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն, ըստ թուրք վերլուծաբանների սահմանը կարող է բացվել արդեն 2026 թվականի սկզբին նախ երրորդ երկրների, ապա նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչ կշահի սահմանի բացումից Հայաստանը։ Իշխանությունը փորձ է անում ցույց տալ, թե հայ-թուրքական հարաբերություններում լուրջ առաջընթաց կա, իսկ պատրաստ է արդյոք Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի հետ բաց սահմանին։ Մտավախություն կա, որ նման պայմաններում սահմանի բացումը տնտեսական կոլապսի առաջ է կանգնեցնելու հայ տնտեսվարողին։ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վիկի Չեմութայը ժամի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագրին հայտնեց, թե Հայաստանն ու Ադրբեջանն այդ ուղղությամբ ճիշտ քայլ են կատարել, ինչ կշահի Հայաստանը, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Սա փաստաթուղթ է ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Պարզ չէ, թե վերջնական ստորագրումը փաստաթղթի երբ կլինի, սակայն այն արդեն ազդանշան է պոտենցիալ ներդրողների համար։ Հայաստանը կարող է դառնալ ավելի բաց երկիր և ավելի շատ բարենպաստ երկիր մարդկանց համար, ովքեր Հայաստան գալու ցանկություն ունեն։ Այսպիսով սա քայլ է ճիշտ ուղղությամբ։ Որպես Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վիկի Չեմութայի խորհուրդն է, ճիշտ կլինի, որպեսզի շարունակեն Հայաստանն ու Թուրքիան երկխոսությունը։ Այն ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցչի կամուրջների հարթեցման առումով քայլ է ճիշտ ուղղությամբ։ Այսպիսով սա այն է, ինչ մենք պաշտպանում ենք, քանի որ գիտենք, որ դա կգրավի ներդրողներին։ Ինչ կանի Հայաստանի կառավարությունը, ինչ կանի Թուրքիան, չեմ կարող ասել, բայց մենք աջակցում ենք նրանց շարունակել միմյանց հետ խոսել։ Բանակցում եք Թուրքիայի հետ, չէ՞։ Այո, պետք է սկսել խոսել բոլոր հարևանների հետ, լինի դա Հայաստանը, Թուրքիան։ Պարզապես այդ զրույցները ազդանշան են ուղարկում դրսի ներդրողներին, որը կարող է առևտրային ներդրումներ բերել Հայաստան, այնպես որ դա լավ բան է։ Հայաստանում վերջին տարիների ներդրումների ծավալը նվազել է, ինչով է պայմանավորված Հայաստանում դրանց տեմպերի դանդաղումը։ Համաշխարհային բանկի ներկայացուցչի խոսքով առաջին հերթին դրանք պայմանավորված են անվտանգային հարցերով։ Դրանք այն ռիսկերն են, որոնք տարածաշրջանում կան և ներդրողները դրանք հաշվի են առնում։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված այդ ժամանակ միգրանտների, կապիտալի, դրամական փոխանցումների մեծ հոսք եղավ Հայաստան։ Շուկայում մրցակցային պայմանների ապահովման դեպքում ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցչի այդ ներդրումները հնարավոր է ապահովել։ Մրցակցության հետ կապված սահմանափակումները ըստ Վիկի Չեմութայի Հայաստանի կառավարությունը պետք է կարգավորի։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։ Քիչ առաջ Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ Մայր տաճարում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, որի ավարտին աղոթք է բարձրացվել առ Աստված ապօրինի ազատազրկված Տեր Միքայել arczepiskopos Աճապահյանի, Բագրատ Սրբազանի, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Տեր Գարեգին Քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Փորձագետները ահազանգում են 1000-ից ավելի թափուր տեղեր դպրոցներում։ Նոյեմբերի 20-ը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Շարունակում ենք թողարկումը։ Միֆ թե իրականություն, եթե Հայաստանում ուսուցիչների վարձատրությունը 600,000-ից մինչև 700,000 է, ապա այդ դեպքում ինչու է դպրոցներում թափուր հաստիկների թիվը 1000-ից ավելի։ Ելնելով այս տրամաբանությունից, մանկավարժի մասնագիտությունը այս տարի պիտի ոչ լիներ ամենապահանջվածներից մեկը, ու եթե այս թվերը իրական լինեն, ապա մանկավարժական համալսարանում պիտի ոչ թափուր տեղ չլիներ, իսկ սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցչի հաստիկի համար էլ թեժ պայքար ծավալվեր։
Բարձր ու գայթակղիչ է ուսուցիչների վարձատրությունը մեր երկրում ըստ վարչապետի։ Մինչև 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն ստացողներ կան, ասում է։ 2118 ուսուցիչ օրինակ ստանում է 300-ից 400,000 դրամ, 863 ուսուցիչ 400-ից 500,000, 109 500-ից 600,000, 22-ը 600-ից 700,000 դրամ եւ ամբողջ հանրապետությունում միայն 2 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի։ Ներկայացվող թվերը ըստ կրթության փորձագետի մեղմ ասած համոզիչ չեն, ասում է Հայաստանում 1000-ից ավելի ուսուցչի թափուր հաստիք կա, որ առ այսօր կրթական գերատեսչությունը լրացնել չի կարողանում, եւ ուրեմն, եթե ուսուցիչն այդքան բարձր է վարձատրվում, ապա ինչու մարդիկ չեն գնում աշխատելու։ Պաշտոնյաները մոռանում են ասել, թե այդ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչները ընդհանուր ուսուցիչների քանի տոկոսն են կազմում։ 300,000-ից ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչները կազմում են ոչ ավել 8%-ը։ Ամբողջ ուսուցչական կազմից դա նշանակում է, որ այդ թվերը էական որևէ բան չեն փոխում ուսուցիչների կյանքում։ Եթե այս թվերը իրական լինեին, ասում է մյուս փորձագետը, ապա այսօր ոչ միայն մանկավարժական համալսարանում թափուր տեղ չէր լինի, այլև դպրոցներում ազատ հաստիքներ։ Մասնագետի խոսքով հանրապետության 100-ից ավելի դպրոցում թափուր հաստիք կա, հատկապես բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ շատ մասնագետներ աշխատել չեն ցանկանում, այդ թվում անվտանգային խնդիրներով պայմանավորված։ Եթե միտեղ աշխատում 300,000 ու գնամ սահմանամերձ բնակավայրում, ասենք միջև 100 աշակերտ ունեցող բնակավայրում աշխատեն, ձեռնտու չի լինելու էլի, որովհետեւ միջև 100 աշակերտ ունեցող դպրոցներում դրույքաչափ արդեն իջնում են։ Բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրում պարբերաբար հայտարարում մրցույթներ են, աշխատող չունենք, դպրոցներ ունենք, որտեղ առարկան է, որոնք ընդհանրապես չեն դասավորված։ Փորձագետների խոսքով բարձր վարձատրություն արտահայտությունը ոլորտի պատասխանատուների կողմից ինքնին մանիպուլյացիա է։ Հայաստանում ըստ մասնագետի մեկ դրույքի համար ուսուցչի միջին աշխատավարձը 150,000 դրամ է, ներառյալ հարկերը։ Ուսուցչի աշխատավարձը շարունակում է մնալ ցածր։ Պարզապես ուսուցիչները կարող են ստանալ հավելավճար, որոշակի պարամետրերի պիտի անպատասխանեն, անցնես կամ օրատեստավորում կա, օրինակ բտեճոնը հավելավճար, կա հավելավճար մինչև 100 սովորող աշակերտներ, բայց դրանք հավելավճարներ են, աշխատավարձի բաղադրիչ են, բայց ընդհանուր աշխատավարձը մնում է ցածր։ Մասնագետների կարծիքով, եթե կրթական գերատեսչությունը իզորու չէ ուսուցիչներ բերել գյուղական բնակավայրեր, սահմանամերձ շրջաններ, ապա գոնե պետք է վերանայի տեղում դասավանդող ուսուցիչների աշխատավարձը։ Սոցիալական երաշխիքներ ու նվազագույն կենսապայմաններ են անհրաժեշտ մարդկանց իրենց կոչմանը նվիրված ծառայելու եւ այսպես կոչված կրթական խրամատը չլքելու համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Առաջին անգամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր նորացույցում հայտնվել է 2002 թվականին հենց այս օրը։ Նշյալ հիվանդությունից ամբողջ աշխարհում տարեկան շուրջ 3 միլիոն մարդ է մահանում, հիվանդության զարգացման ռիսկի հիմնական գործոններն են ծխելը, շրջակա միջավայրում առկա վնասակար եւ արտադրական նյութերի առկայությունը, ժառանգական նախատրամադրվածությունը, տարիքը եւ սեռը։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչների մոտ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության իրազեկման համաշխարհային օրը։ Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի կենտրոնից պարզաբանում են, այն շնչառական համակարգի ամենատարածված եւ բժշկասոցիալական կարևոր խնդիրներից է։ Որպես կանոն հիվանդությունը առանձնանում է շնչառական ախտանիշներով եւ արտահայտվում օդի հոսքի կայուն սահմանափակմամբ։ Կլինիկական պատկերը բնորոշվում է բրոնխիտով, շնչուղիների սուր ախտահարմամբ։ Այն առաջացնում է շնչահեղձություն, հատկապես ֆիզիկական գործի ժամանակ եւ ուղեկցվում քրոնիկ հազով, խորխ արտադրությամբ ու խզոցներով։ Հայաստանում 2021 թվականին մահացությունը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից կազմել է 21,100,000 բնակչի հաշվով։ Տղամարդկանց շրջանում 32,6, կանանց շրջանում 14,2։ Հիվանդության տարածվածությունը կազմում է 6,2%, հիմնական ռիսկի գործոնը Հայաստանում շարունակում է մնալ ծխելը։ Ծխախոտի օգտագործումը Հայաստանում տարիներ շարունակ եղել ու այսօր էլ շարունակում է մնալ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող լրջագույն գործոններից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացված գնահատականների համաձայն Հայաստանում ծխելու հետևանքով վերջին շրջանում արձանագրվում են մահվան դեպքեր, սկսած սրտանոթային հիվանդություններից մինչև քաղցկեղային եւ շնչառական ծանր բարդություններ։ Արձանագրելով հանդերձ, որ Հայաստանում արդեն գործում են ծխելու դեմ պայքարին ուղղված մի շարք ծրագրեր, որոնք ներառում են խորհրդատվություն, բուժում, նիկոտինային կախվածության
առողջապահության հաղթահարման ծառայություններ եւ հասարակական վայրերում խիստ սահմանափակումներ, առողջապահության ոլորտի փորձագետը ընդգծում է ձեռնարկվող միջոցներին դրանք բավարար չեն։ Սրճարանից դեմը կանգնել ծխել, որովհետեւ հենց բացերում էլ է արգելված, սակայն իրականում դա չի կատարվում, որովհետեւ տնտեսվարողներին ավելի հետաքրքիր է իրենք տուգանվեն, քան թե իրենց հաճախորդներին արգելեն ծխելը, որովհետեւ բիզնես շահեր ունեն։ Հետևողական ու խիստ վերահսկողություն պետք է իրականացնեն առողջապահության, աշխատանքի, սննդի անվտանգության տեսչությունը, ասում է փորձագետը։ Ըստ նրա, հիվանդության պրոգրեսիվ ընթացքի դանդաղեցման համար անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի ցուցումներին եւ պահպանել ֆիզիկական ակտիվությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։